Դուք ասել եք, թե իբր ես Ամերիկայում եմ հանձնաժողովի նիստ չհրավիրեք, Սակսյանը սիրում է ֆանտազիային զբաղը եւ բնականաբար դժվար թե ինքի հետ կոնտակտ ունենալ եւ հանձնաժողովի նիստը բնականաբար լավ կլինի որ այստեղ լինի, բայց մտության կողմից փորձեցի արտահայտել ստանալ, հետո չարեցի։ Թողանային, ես այստեղ չէի, բայց եկա եւ պարզվեց որ այս օրինակիցը իր կողմից շրջանառության մեջ դրող շատ խնդրահարույց է։ Եվ ֆրակցիանա դեմքի վերքը նաեւ ինքը։ Այսօր հիշեցվեցի։ Եթե այդքան ես առաջին անգամ դեմ պատմության մեջ որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմ կգրի։ Չեք ասում, ո՞րն է կարևոր որ բանակում փողով ազատվել։ Դա ասում ես sense տենց այդ մարդիկ թողում են։ Այնքան կարևոր է ձեր կճար լինի գլացի անգամ, որովհետև ամեն օր քաղաքացիները Դուք շարունակեք Հակսակսյանից հարցազրույցներ։ Դուք հիմա Պաշտպանության հանրաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվել։ Չասում այդ տղաները այսպես թե այնպես գնում են։ Որ տղաները ցանկը թողտե, որ տղաների մասը։ Ցանկը ասում են զանգում են, ովքեր են զանգում։ ոստիկանությունը դեպի որ 3000 հոգի քաղաքացի։ Կարին այդ թվերը շատ վիճահարույց են, չէ՞։ Պաշտպանության փոխնախարարն էլ խոսեց։ Նախքին, երբ որ շրջանառում են նախաձեռնություն, այնտեղ MC թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված 2009-2010 թվականներին, եթե այդ թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50%-ով գոյություն չուներ։ Երբ որ այդ քննարկման ֆրակցիայում քննարկման ժամանակ է ասվեց, 50% ավելացրած, որի եզրահանգումների ուժի թիվը աճում։ Հիմա դա ինչի է դա պայմանավորված։ Հիմա կասեմ խաղաղության գուցեև, բայց որ նաև օրենքներ են ընդունել, որը փոխում է միջավայրը, եւ այդ միջավայրն է, որ հնարավորություն է տալի մայրերին առաջին հերթին։ Վստահ լինել, որ այն ինչ որ կար բանակի ներսում եւ շարունակվում էր, ինքը կանգնած է եւ մահացան դեպքերի մասին քիչ առաջ լսեցի փոխնախարարը ասեց, քանի դեպքից քանիսնա բանակի ներսում տեղ ունեցել։ Խնդիրներ կան եւ հիմա որ փակ քննարկում ենք անում, այնտեղ էլ բանակի գրավչության հետ կապված, նաեւ չլուծված խնդիրների հետ կապված մենք աշխատանքային քննարկում անեցինք, որի արդյունքում շրջանառության մեջ կդրվեն այնպիսի դրվագներ օրենսդրական բացերի լրացման, որը հնարավորություն կտա շարժվել առաջ։ Ամեն օրը խաղաղության պետքա օրենսդրությունից սկսած իրականացնել ծրագիր, որ մեզ բարձրացնելու է վերև անվտանգության տեսանկյունից։ Դուք ինչեք միշտ աչ թևի տակ։ Դուք սկզբում այլ որոշում եք ունեցել, բայց հետո ձեր որոշումը ազդել է։ Շարունակեք Հակսակսյանից հարցազրույց Ես ասեցի Ամերիկայից կգամ կընդունենք այդ որոշումը, բայց հաստորեն եկա հակառակ արեցի։ Դե դուք դա ծանր եք տարել, շատ որ նիստը դուք չեք վարել։ Պարոն Կիրակոսյան, ես շատ լավ գիտեմ ձեր վերնագրերի փնտրտուքը, ես ծանր չեմ տարել, ես ծանր տարել եմ լուրջ ես ասում, ինչ ես ասում, ես հուզվեցի, լսի, ես ծանր եմ տարել թռիչքի տևողության վրա, ոչ թե այստեղ գտնվելու։ Պարոն Քոչարյանը մեկը մեկ ուրիշ հարց, հապկից դուրս գալու մասին, այսպես աշխատանքների ֆոնին։ Չէ, դե սառեցված։ Ֆոնը դրեք մի կողմ։ Մենք այսօր սառեցված։ Ուրիշ։ Հնարավոր է գամի փուլ, որ այսպես որոշում կայացվի, մի ասա երբեք։ Ես չգիտեմ, աշխարհը շատ անհանգիստ է, այստեղ հապկի խնդիրը չի։ Մեր երկրի անվտանգությունը երկրի շահը պետք է թելադրի մեր քայլերի հաջորդականությունը։ Դուք հիմա ուզում եք էլի ինչ-որ մի բան բռնցնեք, հապկը վերջին հաշվով, երբ որ հապկ պետք է հանդես գար ինքը կա։ Տեսեք, Մոսկվայում քննարկումների ժամանակ հապկի հետ կապված հապկի գործողությունները փորձ էր անում կապրել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց մեր Հայաստանի սահմանների հետ կապված հապկը անելիք ուներ, չարաշ չէ։ Մեր խնդիրը առաջացել է Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակի հետ։ Եվ մենք 2 թե 3 անգամ դիմել ենք հապկի աջակցությանը։ Այդ աջակցությունը բացի բանավոր այսպես խոսքից ոչ մի հեռանկար մեր համար չի հանդիսացել։ Պապական ասում է Սարի գլխին ջունը, այդ Սարի համար Պարոն չի Պուտինն էլ պայքարել։ մեկ-մեկ կարող է սխալ տեղեկություն տված լինել։ Երբ պապականները ասում են, որ այդ Սարի գլխին ջունը է տարին 12 ամիս, ինչի պայքարենք։ Կարծեմ Սև լճի մասին այդ պատմությունների ժամանակ։ Հապկը երկրորդ կորպուսի Վարդենի սուգություն։ Հապկը ինչու պետք է միջամտեր, ինչ եք կարծում։ Որովհետև կային պարտավորություններ, բայց ասում էին, որ ասում էին այդ կետով եք դիմել եւ այլն։ Չէ, բոլոր կետերը ճիշտ են։ Այսինքն դուք չեք բացառում, որ ինչ որ մի փուլում հապկից դուրս գալու, վերջնականապես դուրս գալու հարցը դրվի։
Այն ինչ որ մեր երկրի շահը կթելադրի, այդպես շարժ։ Պարոն Սարգսյանը ներողություն։ Չէ, Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ զինվորները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում են դե թող ղեկավար կազմներ շաբաթը։ Կարող տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կամ տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նայած լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքն է։ Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու չես Արադ ծառայել։ Մուսոյանը, Վահան Կոստանյանը, Ես չես ձեր մի կարող տղա Սենթորեսյան չի ծառայել։ Այո, դիմեք գլխավոր դատախազին Դուք էլ չծառայել։ դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր բանասով ես ես նայում ասեմ տեսնում եմ դուք պետք է չծառայեք։ Ձեր տղան էլ չի Չէ, ծառայել։ իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո բանը։ Ուրիշ Սարգսյանը ասում էր թող բացաստիճան Դու պաշտոնյաներ նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայել։ նույն Հայկ Դուք ինչի Սարգսյանը Հարցում արեք բնույն թող ասեք։ անպայման ես անձնական նույն Հայկ Սարգսյանն ասում էր թող Չէ, բացաստիճան պաշտոնյաներ շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնել բանել։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունեն, առավել ևս, երբ որ հուսա բացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք հիմա ձգտում ենք, որպեսզի զորամասերը ունենան լողավազան, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորբից մահացել է, որովհետև սառը ջրում։ Լսեք, հիմա փոխնախարարին այդ հարցերը կտա։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, դիագոման նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ոնց է քվեարկել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրիշ ձև կա։ Պարոն Քոչարյանը այցից հետո մենք տեսնում ենք, որ Դուք արդեն մի քանի դուք չարաշահում եք աչք թևի տակ, ցախ անցնում։ Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։